2025 թվականի կտրվածքով ընդունվել է թմրամիջոցների և հոգեմետնյութերի, հոգեներգործուն նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը առաջին անգամ համադրելով հանրային անվտանգության և հանրային առողջապահության թեմաները։ Եվ այս տեսանկյունից շարունակել է մեր ռազմավարական դիտակետում լինել ներմուծման և արտադրության շղթան, որպեսզի ռեսուրսը կարողանանք ճիշտ ուղղորդել, էներգիան ճիշտ տեղ հասցնել և ավելի ցանկալի արդյունքներ ունենալ։ 2025 թվականին իրավապահ համակարգի գործունեության արդյունքում իրավապահ ողջ համակարգի ջանքերով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ։ Զենքի ապօրինի շրջանառության հակազդման հրազենով կատարված հանցագործությունների կանխարգելման նպատակով 2025 թվականին շարունակվել են թե բացատրական աշխատանքները, որպեսզի կամավոր եղանակով ունենանք զենքի հանձնում և թե նաև օպերատիվ աշխատանքի արդյունքում խուզարկությունները, ընդ որում 2025-ին շատ ավելի աճել են խուզարկությունների ճանապարհով առգրաված զենքերը, սա կարևոր է, որովհետև ուղիղ բնութագրում է հենց ոստիկանության աշխատանքը եւ ընդհանուր հաշվարկներով 2246 միավոր հրազեն ենք մենք առգրավել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 42.2%-ով ավելին է։ Գործընկերներ, ես ուզում եմ փաստել, որ մեզ համար անգամ աճը բավարար չէ, որովհետև մեր ունեցած օպերատիվ տեղեկատվությունը եւ այն նաեւ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետություն ներթափանցած զենքի մասով օպերատիվ տվյալը դեռևս համադրելի չէ այն առգրաված զենքերի թվին, որը որ մենք այս պայծրությամբ արձանագրում ենք, այստեղ պիտի միայն ու միայն հետևողականություն ցուցաբերենք եւ գնանք ապօրինի շրջանառությունից դուրս բերելու ճանապարհով։ Համայնքային ոստիկանությունը շուրջ 1 տարվա գործունեության արդյունքում շարունակել է փուլային սկզբունքով բեռնաթափվել ոչ ոստիկանական, այսինքն ոչ մաքուր ոստիկանական ֆունկցիոնալից եւ այստեղ քայլ առ քայլ իհարկե փոքր են քայլերը, որովհետեւ մենք տարիներ շարունակ այնքան ենք մեր համայնքային ոստիկաններին ծանրաբեռնել ոչ թե ոչ կարևոր, այլ ոչ ռելևանտ գործառույթներով, որ շատ դժվար է ստացվում այդ գործառույթները թոթափել եւ կենտրոնանալ միայն համայնքի հետ աշխատանքի վրա, բայց մենք ունենք այդ հանձնառությունը եւ տարբեր արդեն ոչ ռելևանտ գործառույթներ դուրս են գալիս համայնքային ոստիկանության գործունեության տիրույթից, այս տարի եւս այդպիսի արձանագրում կունենանք եւ կկարողանանք ավելի մեծ դաշտ բացել համայնքի հետ աշխատանքի համար։ Ձերբակալվածների իրավունքների երաշխավորման տեսանկյունից ներդրել ենք միջազգային ստանդարտներով խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման հստակ մեխանիզմ, օպտիմալացվել են ձերբակալվածներին պահելու վայրերը շուրջ 30%-ով եւ հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոցներ ենք մենք ձեռք բերել ձերբակալվածների ուղեկցումը արժանապատիվ եղանակով կազմակերպելու համար։ Անցած տարվա կտրվածքով քննադատություններ էին հնչում օբյեկտիվորեն ուղեկցումների process-ի հետ կապված դեռևս նախորդ տարիներից եկած ոչ պաչաճ թվի մասով, բայց նշեմ, որ 98%-ով բոլոր ուղեկցման հայտերը սպասարկվել են, ինչը էականորեն է բարելավել ցուցանիշը, մեզ մնացել է շատ փոքր թվով դեպքեր, որոնք մի դեպքում մեր ծանրաբեռնվածության, մյուս դեպքում դատական նիստերի նաև չկայացման հետևանքով պարզապես չեն իրականացվում։ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերով ոստիկանություն հաղորդում ներկայացնելու էական աճ 23%-ով։ Մասնավորապես 2025 թվականին ընտանեկան եւ կենցաղային բռնության վերաբերյալ ստացել են 2775 հաղորդում, իսկ 2024-ին այդ թիվը կազմել է 2255։ Սա վկայում է թե մեր քաղաքացիների դիմելիության մասին եւ թե նաեւ ոստիկանության նկատմամբ վստահության աճի մասին։ Ուսումնական հաստատությունների տնօրինության եւ մանկավարժների հետ ակտիվ համագործակցության արդյունքում 2025 թվականին նույնականացվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս, 2024-ին այդ թիվը կազմել է 43-ը։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել է նաեւ պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն գոտում գտնվող 310 անչափահաս եւ ուղղորդվել համապատասխան մարմիններ։